Բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգնել։ Բարև ձեզ, օթորակի չեմ ուզում գնել։ Մոտենանք ծանոթացնենք տեսականի հետ։ Բարի։ Ձեզ առաջարկում եմ մեր նոր Berg Smart Inverter 2 մոդելը։ Այն իր ինվերտորային օդամղիչների եւ ինվերտորային կոմպրեսորի շնորհիվ աշխատում է առավելագույն արդյունավետությամբ նվազագույն էլեկտրաէներգիայի ծախսով։ Ունի Gentle Wind տեխնոլոգիա, որը օդը տարածում է հավասարաչափ մեղմ, առանց ավելորդ անհարմար ուժեղ հոսքի։ iFill ֆունկցիան ապահովում է իդեալական ջերմաստիճան հենց ձեր գտնվելու վայրում, դե իսկ Wi-Fi կառավարումն էլ թույլ է տալիս, որ սարքը կառավարեք աշխարհի ցանկացած կետից։ Ինչպես տեսնում եք, ունի անփայլ ու ժամանակակից դիզայն, ինչի շնորհիվ իդեալական ինտեգրվում է ցանկացած ինտերիերում։ Իսկ երկար կծառայի։ Կարող եք անհոգ լինել Berg օթորակիչների համար գործում է մինչև 5 տարի երաշխիքային սպասարկում։ Շատ լավ։ Երևի հենց այլ վերցնեմ։ Մոտենանք դրամարկղ վճարումները կատարենք, մեր առաքիչները կմոտեցնեն ձեր ցանկացած հասցե ու կտեղադրեն։ Քեզ չկարողացա դուրս բերեմ ու չգիտեմ ուրախանամ թե տխրեմ։ Դրսում հունանը կփորձեր գլուխը ուտել։ Սենց էլ կփորձի մարդ գտնել։ Բայց ես պետք է կանխեմ դրա փորձերը։ Կանխելու մի հատ տարբերակ ունեմ։ Հունանեն լիկվիդացնեմ։ Ինֆորմացիան տեղը հասե։ Ալո։ Փախացես։ Որ փախած լնեի դժվար զանգիդ պատասխանեի։ Ասա թող քեզ էլ աղբորդ լակոտի նման տանեն փագեն։ Այդպես մի քիչ ավելի երկար կապրես։ Ունան խառնում ես, Արսենի հետ չես խոսում։ Խորհուրդ կտամ Արսենին չխառնես այս ամեն ինչին։ Ոչ դու կդառնաս Արսեն։ Ոչ էլ առավել եւս աղբորդ լակոտը։ Դրա համար գլուխը կերար, հա։ Շատ քաղցրեր կուլ տվիր։ Իսկ հիմա ռիսկ կանես գաս հետս հանդիպման։ Թե վախենում ես քեզ էլ կուլ տամ։ Խփնված։ Եթե քեզ պետք է, Մարի, ես իմ մոտ եմ։ Լավ։ Լեո, ինչ ես պարկե քնել, վեր կաց, Բադյոմ։ Որ ցենց եկե պարկելս ես պետքա քո տեղը գնամ Վրաստան։ Ված չր լինի։ Լավ, Լեո, շուտ արա, քեզ պոկե տեղերից հետ։ Ես դու դեռ պատրաստ չես։ Մտածում եմ չգնամ։ Այս խառը պահին մրցումների ժամանակ չի։ Արա ինչ խառը ժամանակներ է։ Խառնենք, բայց արդեն խառը չենք։ Վերկաց գնամրցումներիդ։ Ոնց որ ես էի ձեզ խանգարում, պապի։ Տղա ջան, դու վերկաց գնամրցումներիդ, որ ես ու աղբերդ էլ գնանք Մանուշակի հետևից։ Քեզ 10 րոպե ժամանակ, 10 րոպեից իջնես ներքև։ Հա, Սարիկ։ Բարի լույս աղբերս։ Բարև աղբեր ջան։ Իջնենք թող խոսա։ Քեզ ենք սպասում։ Դե ոնց պիտի լինի։ Լավ չի։ Կավան ես դինի չգաս։ Չէ, գալու եմ։ Մի կես ժամից տնից դուրս կգամ։ Լավ։ Եկեք, պապի։ Բարև աղջիկ։ Մենակ չասես, որ Գրիշի հետ վատ բան ա եղել։ Գրիշին կբուժեն։ Այ բայց մեր երեխու հետ վատ բան ա եղել։ Վերջը քո ասածը արեցիր էլի։ Ազատվեցիր մեր երեխուց։ Ես չեմ ազատվել։
Ես մեղավոր չեմ, որ կորցրի երեխուն։ Իսկ ով է մեղավոր։ Դու ընդհանրապես ինձ անունն ասա։ Ասա ես կպատժեմ։ Խոսքը մեր երեխու մասին է։ Հերու մի փնտրի։ Ամենամեծ մեղավորը դու ես։ Հա։ Երևի ես բաժանվեցի Գրիշից, երևի ես լքեցի Գրիշին։ Երևի Գրիշն էլ հենց այնց օթի մեջ այտենց իր համար վազվզում էր այս կողմեն կողմ։ Գրիշն ինձ դավաճանել էր։ Ես դա կարողացա կուլ տալ, բայց դավաճանության հետևանքը կուլ տալ չկարողացա։ Արդյունքում տղուս կյանքը վտանգեցիր։ Թորանս կյանքն էլ խլեցիր։ Ամոթ ունեցի։ Մի մեղադրի ինձ մի բանում, որում դու ավելի մեղավոր ես։ Եթե դու ինձ ու Գրիշին հանգիստ թողնեիր, մեր կյանքում այս պատկերը չէր լինի։ Եթե ամեն վարքյան տղայիդ ընտրության առաջ չկանգնացնեիր, Գրիշը դրսում հետաքրքրություն չէր փնտրի։ Հետո էլ ինչ կարաս ասես։ Երևի քո մեղքն էլ ես ուզում մեր վզին փաթաթես։ Իմ ընտանիքի հետ քո պայքարը տեղափոխեցիր նաև իմ ու Գրիշի ընտանիք։ Քեզ քիչ էր, որ Լեային ու Լեոյին բաժանեցիր, դժբախտացրիր։ Քեզ պետք էր իմ կյանքն էլ աղավաղեիր ու այդ դու արեցիր։ Քեզ այդ հաջողվեց։ Մենակ մի բան չհասկացա։ Ինչի Գրիշին թողեցիր, որ հետս ամուսնանա։ Ինչի չկանգնեցրիր, ոնց արեցիր աղջկա դեպքում։ Ինքդ էլ չգիտես ինչ ես խոսում։ Իրականությունն եմ ներկայացնում։ Իսկ ինձ մեղադրելուց առաջ ինքդ քո հետ փորձի անկեղծ լինես։ Իսկ հիմա գնա։ Ասեցի չխոսամ, բայց չեմ դիմանում, էլ չեմ ձգում սենց։ Արևս չի կարելի, տենց մի արա, քեզ կվնասես մի քիչ հանգիստ։ Ով որ վնասելու լինեմ, քեզ եմ վնասելու։ Լսի Ռոզի, Իվան Կրոզնի։ Քեզ որ սազական պահվածք է ցուցաբերում, ցավոտանեմ չի կարելի։ Իսկ ինչ անեմ, որ ամեն անգամ իմ հետ սենց ես վարվում։ Սենց ոնց։ Կարծես իմ գոյության մասին մոռացել ես։ Ամեն անգամ գալիս ես մենակ երեխու համար։ Ես շնորհակալ եմ քեզ, որ մեր խնդիրները վեր հանեցիր։ Այսինքն չես հերքում, որ մենք խնդիրներ ունենք։ Չեմ հերքում։ Ես էի ուզում ես մասին խոսեի։ Ես զրույցը բարձրաձայն էի, բայց համարձակություն չունեի։ Լավ է, որ դու խոսեցիր։ Ռոզի, ես պատրաստ եմ իմ երեխու համար ամեն բան, իմ երեխու կյանքը ապահովել, անել ամեն բան, որ ինքը իրան լավ զգա, բայց ես չեմ ուզում քեզ զբաղեցնել։ Ինչ ես խոսում։ Ինձ չես ուզում։ Չէ, ոչ թե քեզ չեմ ուզում, ցավոտանամ, ես դե չեմ ուզում էլի քո ժամանակը խլեմ, հասկանում ես։ Ես չեմ ուզում քեզ անիմաստ զբաղեցնեմ, ես այն մարդը չեմ, որ ինչ որ մեկի զգացմունքների հետ խաղամ, դու լավ գիտես։ Ինչ ես խոսում, այ խեղկատակ։ Բայց ինչի ես վիրավորում, հա? Ինչի ես վիրավորում, արև աղջիկ չի կարելի, քեզ չի սազում։ Ռոզի, դու չես հասկանում, որ էլ սեր չկա, սերը մարել է, մարել, չի կարելի մարդու հետ ապրել առանց սիրո, հասկանում ես դու այդքանը։ Ո՞վ սեր չի եղել։ Հավատանում հանգստացի, գժական նոպաներից դուրս արի, ես ինչ ես անում։ Ո՞վ քեզ միայն երեխա էր պետք։ Քեզ միայն երեխա էր պետք, դրա համար դու ինձ օգտագործեցիր, քո կինը չէր կարողանում երեխա ունենալ։ Ատում եմ քեզ, զզվում եմ քեզանից։ Ռոզալիա, մի չարացի, չի կարելի։ Կյանքում ամեն բան պատահում է, չարանալ պետք չի։ Ես խնդրում եմ քեզ, արի բարի դրացիական հարաբերությունները պահպանենք։ Ես իմ երեխու համար պատրաստ եմ, քո համար պատրաստ եմ, կանեմ ամեն բան, որ դուք ապահով լինեք, բայց սերը մարել է, մարել։ Ով ինձ քեզանից ոչ մի բան պետք չի, հիմար։ Ես իշ թեթևանալ թեթևացա, սեր,
Սառուցիկ է։ Ախպերս մաքսիմում 10 րոպեից տեղ ենք։ Ապրես տղա ջան։ Վայ, Անան ջան։ Խորանում ես։ Պապին քո ցավը տանի։ Ինչ եղավ, բալես, ինչ է պատահել։ Մանա, բժիշկները լի վատ բան են ասել։ Չէ, Բա ինչ եմ արել ասել։ Երեխու համար։ ինչի երեխու կորուստը քիչ է։ Չի, ով տես բան ասես, մանան, Ուղղակի չկա։ Ժամանակ է պետք որ երեխան այս վիճակից դուրս գա։ բան չասեցի։ Մանան, մենք քո կողքն ենք։ Ինչ ուզում է լինի, մենք քո հետ ենք, չմտածես։ Հացը տան։ Պատրաստ ես։ Տաքսին եկել է, պապ, դառն գնանք։ Վերջրուս։ Արի։ Եթե իմանաք Հունանի այցի մասին, ձեր պատերազմը նոր փուլ կմտնի։ Իսկ այդ մեզ ընդհանրապես պետք չի։ Անա, արի։ Հոգս խորքում սպասում էի քո երեխա լույս աշխարհ գալուն։ Գրիշս ինքս ինձ համոզելով, որ մոռանամ ով է այդ երեխու մյուս պապը։ Ես մեկը սպասում էի նրան։ Նրա չլինելը ինձ համար ծանր է ու ցավոտ։ Բայց չի կարելի կոտրվել։ Ամեն դժբախտության մեջ պիտի բարին տեսնես։ Մյուս երեխուդ գոնե չպետք է կորցնենք։ Հատկապես, որ դու հետ վիճակում ես։ Պիտի ռեալ գնահատենք իրավիճակը։ Կարող է նենց լինի, որ դու էլ երբեք երեխա չունենաս տղես։ Օլգա ջան, մի րոպե մենք պիտի խոսանք։ Խորհուրդ չեմ տա ինձ հետ հանդիպում փնտրել։ Հերու ճանապարհից ես։ Դու չես հասկանում, հա։ Դու չես զգում, որ մենք պետքա խոսանք։ Այն օրը երբ որ տղես մեզ իրար հետ տեսավ, ես այդ օրվանից իր աչքերի մեջ չեմ կարողանում նայեմ, ամոթից գետինն եմ մտնում։ Բայց ինչի, հա։ Ինչի համար։ Ինչ վատ բան ես դու արել, այդ ցավը տանեմ։ Հերու ճանապարհից ես, ես գործից ուշանում եմ ու խնդրում եմ իմ հետ հանդիպում մի փնտրեք։ Ուզածս բարդ բան է, հա։ Ուզածս դժվար բան, հա։ Դու լավ գիտես, որ ես մեծ սիրով կընդառաջեի, բայց չեմ կարող։ Ավելի վատ ձեր համար։ Ես սիրում եմ քեզ։ Հա, սիրում եմ։ Տղետ դեմ կլինի, թե սաղ աշխարհը դեմ կլինի, ինձ համար մեկ է։ Ես պայքարելու եմ, ես չեմ հանձնվելու։ Ուրեմն լսեք ինձ ուշադիր։ Իմ տղու կարծիքը ամեն ինչից կարևոր է իմ համար։ Իսկ իմ տղուն ես բոլորից առավել եմ դասում։ Հասկացանք։ Դու ես կանգնած աղբորդ լակոտի թիկունքում։ Աղբորս տղեն է, ես թիկունքում չկանգնեմ, ով կանգնի։ Հա, երևի թիկունքը շատ ամուր է զգացել, դրա համար էլ քրոջս գլուխը կերել է։ Արամը քրոջը չի սպանել։ Դե էլ մի խաղա, ամեն ինչ բացահայտված է։ Աղբորդ տղուն ուղարկեցիր ստեղ, որ գա մտնի թևիս տակ, իմ վստահությունը շահի։ Հետո էլ հետևից եկար, որ փրկես։ Դու շատ լավ գիտեիր, որ ես ամեն ինչը բացահայտվելու է ու ես իմանալու եմ, որ ինքն է սպանել քրոջս։ Այն որ ես ու դու իրար միշտ ատելով ատել ենք, այդ նորություն չի։ Բայց աղբորից հետո իմ ատելությունը բազմապատկվեց։
Ինչի՞։ Այդ քո կարճ խելքով մտածում էիր, որ ես խառն եմ Արսենի մահվան մեջ։ Ես չէի մտածում, այդ տենց էր։ Ու որոշեցիր քո այս կարճ խելքով վրեժ լուծել, հա։ Խոսալու փոխարեն։ Խոսանք հա։ Նստենք հանգիստ խոսանք, դու էլ մանրամասն պատմես աղբորս մահվան ճանապարհը։ Արսենը իմ համար թանկ էր։ Դրա համար հարմար պահին թալանեցիր ու թռար։ Ես չեմ եկել ստեղ քեզ հաշիվ տալու։ Հատկապես երբ գիտեմ, որ այդ լակոտնա քրոջը սպանել։ Արամը քրոջդ միտումնավոր չի գցել մեքենայի տակ։ Իսկ դու աղբորս միտումնավոր ես կյանքից զրկել։ Ու դրա համար պատասխան ես տալու։ Դու իմը կանգնել նայում ես աչքերիս ու ինձ սպառնում ես այ ոչնչություն։ Ես քեզ հենց հիմա էլ կարամ սատկացնեմ։ Բայց այդ չեմ անի։ Չեմ անի մենակ նրա համար, որ դու աղբորդ լակոտի մահը տեսնես։ Ճիշտ է։ Դու Արամը խոստումնալից երիտասարդ էր, շատ էի սիրում։ Բայց քրոջս կյանքից ես առավել եմ սիրում։ Չի կարա իմ քրոջ սպանողը ուղղակի բանտ նստի։ Պետք է հողի տակ փետի։ Այ երբ որ ես այդ անեմ, այդ ժամանակ կհանգստանամ։ Դրանից հետո կգամ, միասին կքննարկենք Արսենի մահը։ Կքննարկենք, եթե հասցնես։ Ժամանակ ունեիր մտածելու։ Եկեք խնայենք մեր ժամանակը։ Գիշերվանից իմ մոտ բան չի փոխվել։ Էռնամակունցին ես չեմ գցե մեքենայի տակ։ Ասեմ ավելին, մի անգամ ես իրան փրկել եմ ամուսնու ձեռքից։ Մտա տուն, տեսա խեղդում է։ Կարայի չխառնվեի, բայց խառնվեցի։ Հիմա ես ինչի տես բան պետք է անեի։ Անիմաստ լռությամբ քո մեղավորությունից չես ազատվի։ Երեք դիմացը դրվեց փաստերը, որոնց հիման վրա դու այսօր ստեղ ես։ Ես Էռնամակունցին չեմ սպանել։ Ինչ փաստ ուզում եք դրեք դիմացս։ Իմ խոսքի մեջ բան չի փոխվելու։ Արիցա, դու հիմա հանգիստ վարկի բազմոցին, ես գնամ բան սարքեմ, հա։ Չեմ ուզում, պապի։ Չեմ ուզում չկա աղջիկ ջան։ Մանան, պետքա սնվես ու պետքա ընդհանրապես դուրս գաս այս վիճակից։ Ինչ ժամանակ է պետք։ Չեմ կարող ակի մատի շարժումով կորուստս մոռանամ։ Բայց ով է քո ժամանակը քեզանից խլում, ծավը տանը, հանգիստ դուրս արի, բայց հաց կեր։ Լավ, մանան, գոնե ասա, ինչ ես ուզում, գնամ խանութից բերեմ, պապին կսարքի։ Հա, բարես։ Հիմա միակ բանը, որ ուզում եմ, սենյակ բարձրանալն է։ Առանց հաց ուտելու։ Մանան։ Պապի։ Թող գնա, հանգիստով։ Սա հաստատ իմ անդանոցում բան չի կերել, այստեղ էլ որ չկերավ, սրա վիճակն ինչ է լինելու։ Դե պապի, հիմա այդքան որ ասում ես, ինչ ներվայնացնում ես, չէ՞։ Ապա ոնց օգտակար լինեմ։ Պապ, ժամանակը ամեն ինչ կգցի իր տեղ։ Ահա, գիտեմ, այդ ժամանակի ցավազրկող հատկության մասին ես շատ լավ գիտեմ։ Ասում են, թե բուժում է, չի բուժում, ցավը բթացնում է, վերքը չի բուժում։ Հիմա չսկսես, հա դու։ Բարև ձեզ։ Բարև նարեջ։ Ես չէի ասել, որ գալու ես։ Լավ արել չի ասել։ Ինչը, մարդը իրա տուն է գալի, դե հայտարարություն անի։ Կոալիցիա կազմեցիք, հա, տես արագ։ Լավ ենք արել։ Նարեն էս տանը պահապան հրեշտակ ունի, եղավ։ Լսեցիր Դավիթ ջան։ Դավիթ ջան։ Եղավ, Նարեջ ջան։ Պապի, բայց դու իրան այդքան ներես մի տուր, հա։ Բա մանան ուր է։ Իրա սենյակը արցացավ։ Մանանի համար քաղցեր ու միրգ եմ բերել։ Ապրես։
Չարժեր իհարկե, չարչարվել, բայց մեր անգամ ուզելով ոչ մի բան չի ուտում։ Եթե կարողանաս այդ լեզու գտնես, շատ լավ կլինի։ Ես կփորձեմ իր հետ խոսեմ, եթե ինձ լսի, շատ լավ կլինի։ Դե դուր տանն խոհանոց դու էլ գնա բերը։ Բարձած։ Գնա։ Ալո, Շնորհություն կա։ դեռ ոչ։ Չեմ հասկանում ինչի չեմ վիրահատում։ Դե լուրջ վիրահատություն է հունան չեն կարող 2 օրում որոշելու անել։ Դու հասկանում ես, որ այդ ժամանակը մեր դեմ է աշխատում։ Այդ 2 օրը կարա մեր համար ճակատագրական լինի ինը։ Այդ մարդիկ հասկանում են, բայց հետազոտություններ են իրականացնում։ Ինչ են այդքան հետազոտություններ չեմ հասկանում։ Դե այդ հետազոտությունները պիտի անեն, որ կարողանան վիրահատության օր նշանակել։ Չգիտեմ։ Դու ոնց ես, ինչ կա։ Իմ ոնց լինելը կախված է ձեզնից։ Նորություն չկա։ Իմ ընտանիքի հետ քո պայքարը տեղափոխեցիր նաև իմ ու Գրիշի ընտանիք։ Քեզ քիչ էր, որ Լեային ու Լեոին բաժանեցիր, դժբախտացրիր։ Քեզ պետք էր իմ կյանքն էլ աղավաղեիր ու այդ դու արեցիր։ Քեզ այդ հաջողվեց։ Մենակ մի բան չհասկացա։ Ինչի Գրիշին թողեցիր, որ հետս ամուսնանա։ Ինչի չկանգնեցրիր, ոնց արեցիր աղջկա դեպքում։ Հունան։ Չէ, ոչ մի բան։ Մեծ հաշվով ինձ ոչ մի բան չի էլ հետաքրքրում։ Մենակ թե տղես վիրահատվի ու ամեն ինչ լավ լինի։ Քեզ ուղարկել եմ, որ բարեխոսես։ Չէ, ուղղակի եկել եմ քեզ տեսնեմ։ Իմացա վերևում ես, ասեցի բարձրանամ մոտդ։ Ինչի համար։ Ուղղակի որ խոսենք, շփվենք, օգնեմ քեզ։ Ու ոնց ես պատրաստվում ինձ օգնես։ Թեկուզ զրուցելով մանան։ Ոնց եմ զզվում են խորհուրդներից, որ ուղղակի տալիս են տալու համար։ Մանան ինչի ես սենց ագրեսիվ։ Սխալ եմ ասում։ Ինձ ոնց կարաս խորհուրդ տաս մի խնդրի վերաբերյալ, որ չես ունեցել ու Աստված տա երբեք էլ չունենաս։ Մանան, բայց պարտադիր չի, չէ, ինչ որ խնդիր ունենաս, ինչ որ բանի միջով անցած լինես, որ կարողանաս խոսես այդ մասին։ Պարտադիր է, ու այն էլ ոնց։ Դու հիմա ինչ ես հասկանում, ես ինչ եմ զգում, կամ ինչի է մարդկանց թվում, որ իրաց դատարկ փիլիսոփայությամբ կանան դիմացինին օգնեն։ Լավ, մանան, կներես, չես ուզում, չենք խոսի։ Ես իմ ցավը մենակ եմ ուզում ապրեմ։ Բարի օր։ Բարև ձեզ։ Լավ ես։ Լավ եմ, բայց դուք ստեղ ինչ եք անում։ Պարզ չի։ Կոմոդ եմ եկել։ Չէ, պարզ չի։ Եթե հաշվի առնենք ձեր ընտանիքում տիրող իրավիճակը, ուրեմն ինձ տեսնելու կամ իմ մոտ գալու կարիքը չեմ հասկանում։ Բաներ կա, որ դու չես հասկանում ու երևի չես էլ հասկանա։ Ու չեմ ուզում հիմա խորանամ քո ընտանիքում կատարվել եք իրադարձությունների մեջ։ Այսինքն։ Իմ ընտանիքում ինչ իրադարձություններ են կատարվում, որ պիտի խոսանք դրա մասին։ Տղա ջան։
Այնքան բաներ են կատարվում, որ դու տեղյակ չես։ Դե հիմա ավելի մանրամասն։ Եթե ես սկսեմ ավելի մանրամասն խոսել, ժամանակը չի ելքի։ Պատրաստ ես այդքան լսես։ Պատրաստ եմ, բայց չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Կան մարդիկ, որ ժամանակին կորցրել են եւ կան մարդիկ, որոնք ժամանակին գտել են։ Բարև ձեզ։ Բարև։ Մամ ջան, ներս գնա, հեսա կգամ։ Ինչ որ բան է պատահել։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Բայց ոնց որ թե կարգին չի։ Կարևոր բան ունեմ Վովային ասելու։ Հուսամ հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ես ձեր այստեղ հայտնվելու իմաստը ընդհանրապես չեմ հասկանում։ Մամ ջան, ներս գնա, հեսա կգամ։ Ու չեմ ուզում, որ դուք ինչ-որ ձևով կապ ունենաք Վովայի հետ։ Իսկ հիմա կխնդրեմ, որ գնաք։ Մամ, ինչ ես խոսում, կլինի ներս գնաս։ Չէ, չի լինի։ Լարված եք ոնց որ տիկին Օլգա։ Ինչ որ բան է պատահել։ Պատահել է։ Ձեր այստեղ հայտնվելը ու Վովայի հետ ինչ-որ ձևով կապ ունենալը արդեն իսկ լարվածություն է առաջացնում։ Մամ ջան, խնդրում եմ քեզ ներս գնա, մինչև կգամ։ Դուք շատ վտանգավոր մարդ եք։ Էդ ինչից տենց եզրահանգման եկաք որ։ Ես մամային ներս ճանապարհեմ ու գամ։ Չէ, մտնում ենք տուն ու դուրս չես գալիս։ Չէ, ես երևի գնամ։ Չեմ ուզում իմ պատճառով ձեր ընտանիքում վեճ լինի։ Ու հատկապես չեմ ուզում, որ մայր ու որդի իմ պատճառով վիճեք։ Չէ, սպասեք, ես հեսա տուն ճանապարհեմ ու գամ։ Չէ, Վովա ջան։ Ես շտապում եմ գործերով։ Լավ մնացեք։ Ինչ ես անում, մամա։ Չեմ ուզում սրա հետ ինչ-որ կապ ունենաս։ Ասել եմ ու կասեմ, այդ մարդը տականքի մեկն է։ Ինձ դուրս չի գալիս։ Հա հետո, այդ նշանակումա պիտի դուրս գաս, տպավորություն ստեղծես, որ ստեղ մեխի գլուխ եմ, քանի անգամ պիտի ասեմ, որ ներս գնաս։ Ոչ մի տպավորություն էլ չեմ ստեղծում։ Ու կարծեմ դու էիր, չէ, ասում, որ վտանգավոր մարդ է։ Չեմ հասկանում, սրա հետ ինչ ընդհանուր թեմա պետքա դու ունենաս։ Ես հենց այդ էի ուզում, պարզեի խանգարեցիր, ու դիտավորյալ խանգարեցիր։ Քեզ թվում է այնքան միամիտ եմ, որ չեմ հասկանում, հա։ Դու լավ էլ գիտեիր ինքը ինձ ինչ պիտի ասեր։ Ինչ է քո հետ կատարվում, ես քեզ չեմ ճանաչում։ Այդ ինչ գաղտնիքների մեջ ես թաղվել, որ չես կարողանում տակից դուրս գաս։ Ինչ ես խոսում, տղա ջան։ Էն ինչ կա, մամա։ Ձենդ չբարձացնես։ Կբարձացնեմ, որովհետև դու ինձ այս չի տեղ ես դրել, մտածում ես, որ ոչ մի բան չեմ հասկանում։ Հիմա ինձ ասա ինչ է կատարվում։ Ասելու բան չունեմ։ Ունես, խոսա։ Ասում եմ չունեմ։ Ունես։ Հերիքը էլի։ Ինչքան կարաս ինձ այս չի տեղ դնես ու մատերիդ վրա պարացնես։ Նորից եմ ասում։ Ձենդ ինձ վրա չբարձացնես, ես քո թշնամին չեմ։ Հիմա էլ անցանք ուզվելուն, հա։ Մտածված ես դու սենց անում, որ ես էլ չշարունակեմ։ Վովա, ձենդ ինձ վրա չբարձացնես, դու դրա իրավունքը չունես։ Դու էլ չասես մեկա պարզելու եմ այս ինչ խառավ իրավիճակներ ու պատմությունը։ Արա ինչ ուզում ես։ Ես ինչ վիճակում է երեխես։ Կորոնայի չտեսնեի։ Դե լավ էլի պապի, տես բաներ մի ասա։ Ավոն չասեմ։ Տեսնում ես ինչա կատարվում հետը։ Սիրտս մխկտում է։ Պապի, ես էլ եմ ինձ վատ զգում։ Աչքերի մեջ որ նայում եմ, ուզում եմ այն աշխարհ գնամ ու էլ հետ չգամ։ Ամենավատը բայց գիտես որն է, որ ոչ մի բանով չեն կարող օգնենք իրան։ Ոչինչ, Աստված մեծ է։ Մենք էլ կօգնենք, դեր կկանգնենք շուտ դուրս գա այս վիճակից։ Դա Աստված։ Իրան լավ չի զգում։
Չգիտեմ ինչ անեմ, adekvat չի ու վախենալու է իրան տենց թողնելը։ Ես վարձանա մոտ։ Դու նստի, ես կգնա։ Չէ, պապի ջան, դու հիմա գնալու ես վերև վատանաս։ Դուք նստեք զրուցարեք, պապին գրող չի կպնի։ Մեղքս շատ է գալի դավ։ Պապ աղաչում եմ, թողեք մենակ մնամ, էլ ինչի եք անընդհատ գնում գալիս։ Մինչև հետը չխոսեմ, չեմ գնա։ Ես չեմ ուզում հիմա ինչ-որ բանի մասին խոսեմ, ինձ լավ չեմ զգում։ Գիտեմ։ Գիտեմ, բալես։ Թող մի երկու բառ ասեմ ու գնամ։ Ինչ էլ ուզում ալինի, ապրելա պետք բալես։ Թեկուզ սավով, թեկուզ նեղացած, աշխարից խռոված, բայց մեկա ապրելա պետք։ Աստծուց խնդրենք մեզ խոհեմություն ու հանգստություն պարգևի։ Աստծո համար փակ դռներ չկան, բալես։ Հիմա քեզ մի բան պիտի ասեմ, բայց հուսամ ճիշտ կհասկանաս։ Ինչ։ Գիտեմ, սարսափելի է երեխա կորցնել։ Այո, դրանից ավելի սարսափելի բան չկա աշխարհում։ Բայց մի բան ասեմ քեզ։ Դու երեխայի պես կորցրել, որին երբեք չես էլ տեսել։ Իսկ ես մեծ տղայիս եմ աղիթակ դրել։ Տեսել եմ ոնց է տղաս ողբում իր մահացած կնոջ վրա։ Տեսել եմ ոնց է իրան կոտորում, որ փրկի երեխային։ Մի քանի ժամ չանցած իմանում ենք, որ սպանել են։ Եթե ես անցնվեի բալես, իմ ընտանիքը չեր ապրի։ Միշտ պիտի փնտրես ու գտնես, թե հանուն ինչի արժի ապրել, իսկ դա շատ է, շատ բան կա։ Պարզապես վիշտը թույլ չի տալիս, որ մենք նկատենք դա։ Ես այնքան ուժեղ չեմ, ինչքան դու։ Ճիշտ է, որովհետև դու ինձանից շատ ավելի ուժեղ ես։ Շատ ավելի։ Կյանքում միշտ էլ փոթորիկներ են լինելու, բայց այդ փոթորիկը հենց այնպես չի դատարված, որպեսզի մենք Աստծուն ավելի մոտենանք, որովհետև դա է ապրելու իմաստը, լինելու իմաստը, հենց դա է բալես։ Սա էլ կանցնի բալես։ Պարզապես պիտի համակերպենք։ Ես համակերպելով եմ հաղթել։ Ես համակերպել եմ, որ դուք ապրեք, որ դուք լինեք։ Երբեք չհանձնվես։ Հանձնվել նշանակում է պարտվել չարին։ Ես չարին հաղթելով եմ ընտանիքս ամուր պահել։ Դուք էլ նույնը պիտի անեք։ Աստված մեծ է։ Դե հա, պիտի զանգեր։ Ալո։ Պիտի հանդիպենք։ Հանդիպենք, ոչ մի խնդիր։ Ուր գամ։ Իմ կաբինետ։ Գալիս եմ։